Վերջին 2 ամսում 8-րդ անգամ է ադրբեջանական զինուժի կրակոցներից տուն վնասվել Սյունիքում։ Փամփուշտ անցք է բացել Խոզնավարում ապրող Նինայի տան լոգարանի դռան վրա։ Ես առավոտը բոլի ամեջին եմ գտել, նոր մայրեք դուրը ծակա։ Եվրո դուրա, ծակալա մտալ մեջը։ Գիշերը ժամը 12-ից մոտ 50 րոպե ադրբեջանցիները կրակել են Խոզնավարի ուղղությամբ։ Գնդակոծության հետևանքով խոցվել է 1 մանր եղջերավոր կենդանի։ Հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Ադրբեջանին կոչ անում հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Կարկուտը ծեծած տեղն է ծեծում, ասում է Նինան։ Հենց իր ոչխարն է հայտնվել թշնամու թիրախում։ Ընդամենը 3 ոչխար ուներ, որ գյուղացիներից մեկը իր հոտի հետ էր պահում։ Առավոտյան փարախում սատկած են գտել Նինայի ոչխարը։ Դասում բանի մեջ եմ պահում, սետկա են քաշում, մեջը լսում են էլի հայատում, բաց տեղա ու երևի խփել եմ։ Խուճապ չկա, բայց մտահոգ են գյուղացիները, կրակոցներն ամեն օր ավելի վտանգավոր են դառնում։ Գալիս են, արձանագրում, որ կրակել են, հետևանքները թողնում գյուղացուն։ Առավոտը մեր գյուղապետը եկել է, տեսել է, այդ պուլան ինքը վերցրել է, տարել է։ Ամբողջ գյուղին վնասել, որ մեկին է փոխել, ոչ մեկինը չեն։ Մի հատ փոխհատուցում չկա, այս գյուղը սենց անտեղանության մեջ է։ Այս ընթացքում թշնամու կրակոցից Խոզնավարում խնածախում տների պատուհաններ, դռներ, տանիքներ, արևային ջրատաքացուցիչներ են վնասվել։ Կրակի տակ է հայտնվել նաև խնածախի մշակույթի տունը։ Ինչ է լինելու հետո, գյուղացիները չեն էլ ուզում մտածել։ Ենթադրեք վախել մեկի ջան, եք մս քաղաք մուվա տոն տանր գնամ։ Լիլիթ Խալաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։